Այսօր զրուցել ենք 4 հայ գերիների վերադարձի, խաղաղության գործընթացի իրական վիճակի եւ թրիփ նախաձեռնության մասին։ Մեզ հետ ադրբեջանագետ Դիանա Կարապետյանն է, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Ինչու հենց հիմա եւ այս փուլում Ադրբեջանը որոշեց Հայաստանին վերադարձնել 4 գերիներին։ Իրականում շատ ուրախալի է, որ գերիները Հայաստանում են, գոնե թե 4-ը նրանցից, բայց պետք է ամեն դեպքում ֆիքսենք, որ սա բավականին անհամաչափ գործարք էր եւ ոչ բացառապես մարդասիրական քայլ։ Ադրբեջանը վերջին շրջանում բեռների փոխադրումը, այնուհետև վառելիքի եւ այլն ցույց է տալիս, որ այսպես ասած ճակերտավոր պատրաստ է լինել խաղաղություն տարածող եւ խաղաղություն հաստատող օղակը, խաղաղություն հաստատող գործոնը տարածաշրջանում, դա նաեւ առավել լայն արևմուտքի եւ այլ տարածաշրջանի մյուս խաղացողների համար է արվում։ Կուլիսային պայմանավորվածություններ եթե չկոչենք, ապա կարող ենք ասել, որ հաշվի առնելով, որ վերջին շրջանում պարբերաբար Ադրբեջանից ազդակները գալիս են, բայց Հայաստանից պատասխաններ չեն լինում, գուցե դրանք որոշակի պատասխաններ են ակնկալելու, եթե ոչ այսօր, ապա գուցե վաղը կամ որոշակի ժամանակ հետո։ Ինչ վերաբերում է փոխանակմանը սիրիացի վարձկանների հետ, 25 թվականի վերջից եւ թուրքական եւ սիրիական շրջանակներում բավականին մեծ հետաքրքրություն կար այդ երկու անձանց վերաբերյալ եւ կարծում եմ հենց Թուրքիայի անմիջական գործոնը եւս այստեղ եղել է, որպեսզի Ադրբեջանը համաձայնի 4 հոգու փոխանակել նրանց դիմաց։ Ընտրությունը եւս պատահական չէր, կարծում եմ, այդ 4 հոգու այնտեղ Վիգենե Ուջեկչյանն էր, որը 20 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրից հետո հայտնվել էր Շուշիում Մարալ Նաջարյանի հետ եւ նրան ուրեմն մեղադրում էին լրտեսության մեջ, վարձկան լինելու մեջ եւ նրա այս ցանկում լինելը եւս պատահական չէ, նաեւ հաշվի առնելով, որ նրա առողջական եւ հոգեբանական վիճակի վերաբերյալ բարբերաբար եւ փաստաբանը եւ կինը տարատեսակ մտահոգություններով էին հանդես գալիս, նույնը նաեւ Վագիվ Խաչատրյանի մասով, ով թեև ավելի կարճ ժամանակ է ինչ գտնվում է սակայն ուներ պատժաչափ եւ գտնվում էր առողջական առումով բավականին ծանր վիճակում, այստեղ էլ տեսանք, որ տեղափոխվեց հիվանդանոց, չնայած որ ասին իրավիճակը բավարար է։ Մյուս երկուսի մասով նման ուրեմն նրանց եւս առաջադրվել էր լրտեսության մեղադրանք, առավել ծանր մեղադրանքներ, քան մյուսներին, բայց կարծում եմ, որ եթե այս գործարքը փորձենք դիտարկել մարդասիրության շրջանակներում, ապա պետք է գոներ լիներ այնպես, որ բոլոր պատժաչափ ունեցող պատանդները եւ գերիները հնարավորություն ունենային վերադառնալ ցմահ սիրիացի վարձկանների դիմաց։ Սա կարող ենք այս գործարքը համարել առաջընթաց, երբ 4-ից բացի Բաքվի բանտում մնում են մնացած հայերը։ Առաջընթաց է այն առումով, որ այդ 4 հոգին այլևս հայրենիքում են։ Առաջընթաց չէ խաղաղության առումով, որովհետև քանի դեռ այնտեղ մենք ունենք հայ ռազմագերիներ, ունենք մարդիկ, որոնց դատավարություններն ավարտվել են, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ ամիսները ձգվում են նրանց վերջնական դատական ակտերի մասին հրապարակումները, ունենք Ռուբեն Վարդայանի ուրեմն հանգամանքը, որի հետ կապված նրանք ծանրագույն մեղադրանքներ են առաջադրում դուրս բոլոր տրամաբանություններից եւ նրա դատավարությունը եւս ձգձգվում է, այս պայմաններում խոսել խաղաղության մասին եւ խաղաղության գնալու քայլի մասին կարծում եմ ավելորդ է։ Ադրբեջանական մեդիան ինչպես է լուսաբանել այս իրողությունը։ Իրենց կառավարամետ ԱՊԱ գործակալությունը հրապարակեց բավականին երկար հոդված, նշելով, որ իրենց հասարակությունը չի կարողանում համակերպվել այս իրողության հետ, որ իրենք գերիներ են փոխանցում եւ անգամ մտահոգություններ ունեն, որ գուցե մի օր այս նույն տրամաբանության շրջանակներում նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, որոնց մեղադրում են տարատեսակ հանցագործությունների մեջ, եւս խաղաղության օրակարգի շրջանակներում վերադարձնեն Հայաստան եւ իրենք փորձել են որոշակիորեն մեղմել այդ մտահոգությունները, ասելով, որ կան որոշակի պայմանավորվածություններ եւ խաղաղության գնացող քայլեր եւ այդ մարդիկ այդ պատճառով են վերադարձվում, սակայն ինչ վերաբերում է ռազմաքաղաքական ղեկավարությանը, նման պատկերացումներ թող չունենա ադրբեջանական հասարակությունը։ Այս զարգացումը ինչպես է տեղավորվում խաղաղության գործընթացի մեջ, երբ Ադրբեջանը միաժամանակ շարունակում է գերության մեջ պահել մնացած հայերին, դրան զուգահեռ անդադ պահանջներ է ներկայացնում Հայաստանին, արևմտյան Ադրբեջանի խոսույթն է անդադ կիրառում, նաև Հայաստանի սահմանադրության փոփոխությունը եւ այլն։ Ինչպես սա կարող ենք համարել, տեղավորել խաղաղության գործընթացի մեջ։
Տեսեք, եւ գերիները, եւ այդ պահանջները, եւ բեռների տեղափոխումը պարզապես լծակներ են Ադրբեջանի ձեռքին, որոնք պարբերաբար եւ հարմար ժամանակամիջոցում օգտագործվում են Հայաստանի իշխանությունների եւ առհասարակ Հայաստանի Հանրապետության դեմ։ Գերիներին ուղարկել, բեռները թույլ տալ անցնեն ճանապարհները, պատրաստ լինել մատակարարել բենզին եւ այլն, դրանք պարզապես լծակներ են, որոնցով Ադրբեջանը տվյալ պահին որոշակի խնդիրներ է լուծում, գուցե ոչ տեսանելի, սակայն որոշակի ապագայում գուցե կարող է ասել, որ ես այս քայլերն արել եմ, պատասխան չի եղել, կարող ենք համաձայնության գալ, օրինակ այս կամ այն խնդրի շուրջ։ Իհարկե Զանգեզուրի միջանցքի իրենց խոսույթով ասած Զանգեզուրի միջանցքի, բայց իրականում TRIP-ի հետ կապված իրենք եւս լուրջ մտահոգություններ ունեն, հաշվի առնելով նաեւ վերջին շրջանի զարգացումները Ռուբիոյի եւ Միրզոյանի ուրեմն ստորագրած համաձայնագիրը։ Բաքուն ինչ մտահոգություն ունի TRIP-ի հետ կապված։ Ըստ էության, ինչպես իրենք են հայտարարում, եթե անունը ճանապարհի անունը TRIP է, իրողությունը չի փոխվել դրանից, որովհետև նույն միջանցքի տրամաբանությամբ է այն գործելու, այսինքն առանց խոչընդոտի ելումուտը ապահովելու է Նախիջևանի հետ։ Այսինքն մտահոգությունը ո՞րն է Բաքվի։ Իրողությունը չի փոխվում եւ իրենք շարունակում են կոչել Զանգեզուրի միջանցք, ցանկացած TRIP-ի վերաբերյալ հայտարարությունից հետո եւ Անկարայից եւ Բաքվից հնչում են հայտարարություններ, որ այսքան ժամանակամիջոցում կառուցեցինք ճանապարհը, Անկարայից ասում են այսինչ թվականին կբացվի, պարտադիր շեշտելով անունը։ Մտահոգությունները իրենց կապված են եւ Իրանի հետ եւ այդ նույն համատեքստում ԱՄՆ-ի Հայաստանը որպես ազդեցության գոտի ընտրելու հետ եւ դա է հենց Բաքվի նպատակը շարունակաբար հանդես գալ նման խաղաղասիրական եւ խաղաղամետ քայլերով ԱՄՆ-ին ցույց տալու համար, որ կարող է իր հետ լինել հավասարի աշխատող եւ հավասարի գործող երկիր, ոչ թե Հայաստանի դիրքում, ինչպես իրենք են կարծում, որ ԱՄՆ-ն դիտարկում է ազդեցության գոտի։ Միջազգային դերակատարների պահվածքը արդյոք զսպում է Բաքվին այս գործընթացի շրջանակում, թե Բաքուն դեռ շարունակում է իլուր աշխարհի հայտարարել իր պահանջները ներկայացնել Հայաստանի իր պահանջները եւ գործել անկաշկանդ։ Կարծում եմ Բաքվի համար վերջին շրջանում առավել կարևոր է հնարավորինս արագ տարածաշրջանում եւ մեծ խաղաղացողների աչքին դիրքավորվել որպես տարածաշրջանի քաղաքականությունը թելադրող ուժ։ Այդ դեպքում արևմուտքի ազդեցությունը այս պահին այնքանով է նվազել, որ Բաքուն փորձում է որոշակի քայլերով նաեւ հնարավորություն ստեղծել արևմուտքին լուր մնալ զերծ մնալ պատժամիջոցներից, մարդասիրական որոշակի քայլեր անել, նույն բեռների տեղափոխումը, գերիների վերադարձի եւ այլն, որոշակի շղար կառուցելով արևմուտքի աչքին։ Ինչ վերաբերում է մարդասիրական քայլերին, կարծում եմ, որ արևմուտքը այս հարցում բավականին թերացել է հաշվի առնելով, որ 23 հայ ռազմագերիները բավականին երկար ժամանակ ինչ գտնվում են Բաքվում, վերջին շրջանում մենք ունեցել ենք շատ վատ ուրեմն լուրեր են տեղից Վագիվ Խաչատրյանի, Վիգենի Էուջեկչյան, որն արդեն ուրեմն իրենք Հայաստանում են նրանց վերաբերյալ առողջության վերաբերյալ, սակայն որևէ ներգրավվածություն արևմուտքը այս հարցում չի ունեցել, չնայած տարատեսակ ուրեմն Ռուբեն Վարդանյանի մասով նաև առողջական եւ առավելապես, այո, նրա հացադուլը, մյուսների հացադուլները, մյուսների առողջական խնդիրները, որոնց մասին պարբերաբար բարձրաձայնվում են պահման պայմանների վատ լինելու մասին, սակայն որևէ ներգրավվածություն, որևէ միջամտություն եւ ազդեցություն արևմուտքը չի ունենում, թեև ունի բազում լծակներ։ Այս փուլում Հայաստանը ինչ է կարծում բանակցային սեղանի շուրջ նախաձեռնող է, թե հլու հնազանդ կատարում է պարբերաբար Ադրբեջանի կամքը, պահանջները։ Թելադրում է ինչ-որ բան Հայաստանը, ինչ է կարծում։ Այս պահի դրությամբ կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը չի հանդիսանում բանակցային սեղանին թելադրող կողմը, այլ առավելապես կոնսենսուսի գնացող հարմարվողական փուլի մեջ է գտնվում, հարմարվող դիրքում է գտնվում եւ փորձում է հնարավորինս իրավիճակը զերծ պահել կոնֆլիկտայնությունից, կորացնել բոլոր հնարավոր անկյունները եւ ստեղծել հնարավորություն հասարակությանը ցույց տալու, որ մենք գուցե մի օր կարող ենք ապրել խաղաղ տարածաշրջանում։ Իրանի շուրջ զարգացումները ինչպես են անդրադառնում ադրբեջանական հանրության տրամադրությունների եւ հատկապես հայ-ադրբեջանական խաղաղության, այսպես ասած, գործընթացի համատեքստում։
ադրբեջանցիները բարբերաբար կոչ են անում այնտեղ ապրող ադրբեջանցիներին անջատվել, ցույց տալ իրենց անհնազանդությունը, որպեսզի հարավային Ադրբեջանը անկախանա եւ այդպիսով միանա հիմնական Ադրբեջանին, ինչպես իրենք են ասում, հենց այդ տրամադրություններն են իրենք այնտեղ գեներացնում, ինչ վերաբերում է խաղաղության գործընթացին, ապա հենց ժամեր առաջ Ադրբեջանը հորդորել էր իր քաղաքացիներին Իրանից դուրս գալ ոչ թե Ադրբեջանի հետ սահմանով, այլ Հայաստանի կամ Թուրքիայի սահմանով, այդ կերպ Ինչ է դա նշանակում։ Նախ կարծում եմ, որ Իրանին հերթական անգամ հարվածելու նշան ունի դա, որ Հայաստանը, ինչպես իրենց դեսպաններ ասել, որ Հայաստանը դիտարկվում է որպես արևմտյան ազդեցության գոտի, փորձում է արևմուտքը իր բոլոր ցանկությունները գեներացնել, գուցե նույն բառերով չասեմ, բայց Հայաստանում, որպեսզի Հայաստանին օգտագործի Իրանի դեմ, նույն կերպ նաև Ադրբեջանը այդ ջրաղացին ջուր է լցնում եւ հերթական անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը իրենց արևմուտքի ազդեցության գոտին է եւ թող իր քաղաքացիները ոչ թե Ադրբեջանի տարածքով, այլ հենց Հայաստանի Հանրապետության սահմանով մուտք գործեն եւ հետո անցնեն Ադրբեջանի։ Իհարկե չգիտեմ դա ինչպես են իրենք պատկերացնում, բայց եթե հորդորում են, ապա գուցե ունեն նաեւ դրա ճանապարհային քարտեզը։ Այս ամսվա վերջին սպասվում է Իսրայելի արտգործնախարարի այցը Ադրբեջան, Բաքու։ Ինչու է այս այցը ուշագրավ։ Իսրայել, Միացյալ Նահանգներ եւ Իրան առճակատման լարվածության ֆոնին կարող ենք սա դիտարկել այս համատեքստում այս այցը, թե կա ուրիշ խնդիր, որ Ադրբեջանը փորձում է լուծել Իսրայելի հետ։ Չէ, միանշանակ պետք է դիտարկել հենց այդ տրամաբանության մեջ եւ բոլոր այցերը, որոնք կատարվում են X ժամանակամիջոցում, նույն Միրզոյանի այցը ԱՄՆ հենց այդ ժամանակամիջոցում պետք է դիտարկել բացառապես լայն աշխարհակահաղականության շրջանակներում, նույն ուրեմն այցը պայմանավորված ծրագրավորված Բաքու կապված է նաև հենց տարածաշրջանում։ Միրզոյանը հայտարարեց հենց Միացյալ Նահանգներում, որ իրանական թեման հարցը չեն քննարկել։ Իհարկե չեն քննարկել, բացառապես թրիփի վերաբերյալ էր կարծեմ իրենց քննարկումները եղել, բայց բոլոր դեպքերում Իրանը ցույց է տալիս, որ իր համար առհասարակ Իրանի համար խորհրդանշական այցերը, խորհրդանշական հայտարարությունները բավականին կարևոր են եւ դա եղել է բոլոր շրջաններում Իրանի գոյության։ Իրենք էլ միանշանակ չեն ընդունել Միրզոյանի այցը ԱՄՆ եւ միանշանակ չեն ընդունելու այցը իսրայելական կողմի Բաքու։ Բնականաբար դա դիտարկելու են տարածաշրջանային քաղաքականության ֆոնին, Իսրայելի Իրանի դեմ պատերազմի ֆոնին, այդ շրջանակներում նաեւ Ադրբեջանում հիշում ենք թե ինչ տրամադրություններ էին գեներացվել այդ շրջանում Իրանում։ Բնականաբար այդ ամենը Իրանում շատ լավ հասկանում է եւ հենց դա դիտարկում են որպես հակա-իրանական շրջանակում Ադրբեջանին եւս ներգրավելու գործընթաց։ Հայաստանի համար ներկա փուլը դիվանագիտական հնարավորություն է, թե ռիսկերով լի ինչ որ մի շրջափուլ։ Միանշանակ ռիսկերով լի, բայց բավականին դիվանագիտական առումով լայն դիապազոնով փուլ է։ Այսինքն հնարավորությունների փուլ է, պարզապես պետք է անել բավականին լայն վերլուծություն, չշտապել ամենակարևորը, որովհետև մենք տեսնում ենք, որ Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրից հետո գործողությունները բավականին շտապողական բնույթ են կրում եւ միանշանակ չեն վերլուծվում այնպես ինչպես որ հարկն է։ Հետևաբար կարծում եմ, որ բավարար վերլուծական մտքի առկայության եւ չշտապելու դեպքում գուցե Հայաստանը եւս կարողանա որոշակի դրական դիվիդենդներով դուրս գալ այս դիվանագիտական կծիկից։ Առաջիկայում ինչ սպասել։ Ինչ զարգացումներ կլինեն։ Ունեմ խաղաղության, բայց չեմ կարծում, որ դա շատ մոտ ապագայում մեզ սպառնում է։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք ադրբեջանագետ Դիանա Կարապետյանի հետ, տեսություն։